Նրա ծնունդով երևի այդ օր, քանի դար հետո, երկինք ու երկիր հաշտվեցին նորից։ Մեր ազգային գանձի, մեր ու միայն մեր Կոմիտաս վարդապետին է նվիրված մեր այսօրվա հանդիպումը։ Իմ հյուրերն են այսօր Լուսինե Սահակյան, Դավիթ Ղազարյան, Էդուարդ Թադևոսյան, Վաչե Շարաֆյան։ Պիտի խնդրեմ, որպեսզի հիշեք ձեր առաջին հանդիպումը Կոմիտասի հետ։ Տիկին Սահակյան։ Իմ առաջին հանդիպումը Կոմիտաս վարդապետի հետ եղել է մոտ 40 տարի առաջ, իսկական հանդիպումը։ Եվ դրանից հետո արդեն 35 տարի շարունակաբար զբաղվում եմ Կոմիտասի անձով, նրա գործով, նրա թողած ժառանգությամբ։ Եվ կարծում եմ, ինչքան որ Աստված ինձ ուժ եւ ավյուն կտա, կշարունակեմ զբաղվել նրանով, քանի որ Կոմիտասը, ինչպես ասում էր Վազգեն կաթողիկոսը, սկիզբ է, որ վախճան չունի։ Եվ ինչքան մոտենում ես նրան, նրա մեծությանը, նա այնքան ավելի բարձր է երևում, այնքան ավելի անհասանելի է երևում, եւ այնքան շատ ես ուզում խորանալ, եւ նույնիսկ գալիս է մի ժամանակ, որ հարազատանում ես նրա հետ, մտերմանում ես նրա հետ։ Կոմիտասը որպես ազգային արժեք, որպես հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, որպես մեր երաժշտության նահապետ, ով տվեց մեզ մեր երաժշտության վավերաթուղթը։ Կոմիտասի կողքին ապրող մարդիկ շատ էին գրչի մարդիկ, գրականության մարդիկ, բայց Կոմիտասը առաջինն էր, որը վավերացրեց թղթի վրա մեր դարավոր երաժշտական մշակույթը։ Կոմիտասը մեր երաժշտարվեստի երևույթներից մեկն է։ Եվ այո, ձեր հարցադրումն է հետաքրքիր։ Մենք երևի թե ծնված օրվանից լսել ենք Կոմիտաս։ Ժամանակներն էին տարբեր, բայց այն մեր խոհանոցում կախված ռադիոընդունիչը, որտեղ ժամանակ առ ժամանակ հնչում էր Կոմիտասի ձայնը, ուղղակի փշաքաղվում էինք եւ մտածում, թե արդյոք այս մարդը այդ դժվար տարիներին ինչպես է կարողացել գոյատևել, ինչպես է կարողացել պահպանել ազգայինը եւ ինչպես է հետագայում խորացել այդ ազգայինը մեզ ժառանգելու իմաստով։ Պարոն Թադևոսյան։ Իմ առաջի հանդիպումը Կոմիտասի հետ, Կոմիտասի երաժշտության ավելի ճիշտ, Չայկովսկի անվան երաժշտական դպրոցում ուսանելիս 6-7-8 դասարաններում, երբ ես սկսեցի սերտել նրա ուրեմն կրունկը եւ ծիրանի ծառը։ Այդպես հայ երեխայի ընկալումներ Կոմիտասի երաժշտության, հետագայում արդեն ուրիշ պատմություն է։ Որի մասին անպայման խոսելու ենք այսօր, պարոն Շարաֆյան։ Դուք ինձ լավ բան հիշեցրեցիք, այսինքն մանկությունը, որովհետև ես հիշում եմ 3-4 տարեկան եւ տատիկս ինձ սովորեցրել էր երգեր եւ իհարկե Կոմիտաս, որի մեջ ես ինձ համար ունեի իմ սիրելի ծիծեռնակը, որը երգելուց հուզվում էի եւ ինձ երբ որ խնդրում էի որ գեղեցիկ ձայն ունեի այն ժամանակ հիշում եմ որ պատուհանա գոքին էի նստում եւ փակում որ չտեսնեմ որ ես հուզվում եմ դրանից որտեղ վերջում չէի դիմանում այդպես գեղեցիկ հիշողություններ էր շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը Կոմիտասի մասին ասել է
Հայ ժողովուրդը Կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։ Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։ Հայ ժողովուրդը նրա երգի միջոցով գտավ, ճանաչեց իր հոգին, իր ինքնությունն ու արմատները։ Նա գրի առավ, հավերժական մոռացումից փրկեց ժողովրդական եւ հոգեվոր երաժշտության հազարավոր նմուշներ։ Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականին Քյոթահիայում։ Ընտանիքն այստեղ էր գաղթել Գողթան գավառից։ Մանուկ Սողոմոնը երգում էր Քյոթահիայի հայկական եկեղեցում։ Ծնողներին վաղ է կորցրել։ 1881 թվականին քաղաքի առաջնորդը պետք է Էջմիածին գնար, եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ IV կաթողիկոսը խնդրել էր հետը մի որբ աշակերտ տանել Գևորգյան ճեմարանի համար։ 20 որբերից վիճակը Սողոմոնին ընկավ։ Ճեմարանի առաջին սաներից էր, այստեղ էլ ձևավորվեց որպես անձ եւ եկեղեցական։ Ճեմարանում ձեռնադրվել է սարկավակ, ավելի ուշ ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է աբեղա։ Իսկ 1895 թվականին նրան շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։ Վերադառնալով Սուրբ Էջմիածին մանկավարժական, երաժշտական եւ հասարակական գործունեություն է ծավալում, աշխատում է որպես խմբավար։ Դեռևս սովորելու տարիներին Սողոմոնը տարվել էր ժողովրդական երգով եւ նրա ուսումնասիրությամբ։ Արձակուրդներին աշակերտներին հանձնարարում էր գյուղերից հավաքել եւ գրի առնել երաժշտական կտորներ։ Հավաքում էր դրանք, մշակում եւ ձայնագրում, ինչպես ինքն էր ասում, ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք եւ սովորեցեք նրանից։ 1895 թվականին հրատարակեց Շարակնա ժողովրդական երգերի ժողովածուն, որը ներառում էր օրորոցային, սիրային, հարսանեկան եւ պարային 25 երգ։ Երաժշտական գիտելիքը կատարելագործելու համար մեկնում է Թիֆլիս։ Հարմոնիայի դասեր ստանում, բայց հասկանում էր, որ լիարժեք գիտելիքի համար Եվրոպա պետք է մեկնի։ Խրիմյան հայրիկի միջնորդությամբ Բարեգործ Մանթաշյանի հովանավորությամբ Բեռլին է մեկնում, կատարելագործելու ունակությունները։ Ուսուցման ողջ ընթացքում մշակումներ էր անում, տարբեր երգեր գրում, դասախոսություններ կարդում եւ բոլորին հիացնում հայկական երաժշտության գեղեցկությամբ։ 1899 թվականին Կոմիտասը դառնում է նորաբաց միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը։ Նա հավաքում էր օտար ազդեցությունից մաքրում հայկական ժողովրդական եւ հոգեվոր երաժշտությունը։ Նրա ղեկավարած երգչախմբերը ամենուր տարածում էին մաքուր, զտված հայկական երաժշտություն եւ բոլորին ապացուցում, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Թող ողջ մնա իմ ժողովուրդը, ես նրա սրտում երբեք չեմ մրսի։ Երբեք չմրսեց եւ չմոռացվեց եւ պատգամեց մեզ, որ ազգային երաժշտությունը ազգի մեծագույն չափանիշն է։ Երաժշտությունը որքան մեծ է, ազգն էլ նույնքան մեծ է։ Կոմիտաս վարդապետն ասում էր, երաժշտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն լեզուն, բայց ավելի եղանակավոր։ Երաժշտության նպատակն է հոգին ու սիրտը կապել, կարողությունը սրտի զգացմանց հետ միացած արտահայտել, այնպես որ մեր սիրտը մաքրվի, որ նմանվի արծաթին, այսինքն շատ մաքուր լինի։ Տիկին Սահակյան, ինչպես Սևակն էր ասում, նա մեր սրտի ձայնալարն էր։ Եվ ժամանակակիցները վկայում են, որ շատ ուրախ, շատ պայծառ, շատ հումորով մարդ է եղել։ Ես կուզեի մի փոքր նրա բնավորության մասին խոսենք։ Այսպիսի երաժշտություն գրող մարդը չի կարող մաքուր հոգի չունենալ, չի կարող չզգալ հայկական արևի ողջ ջերմությունը ամբարված այդ երգի մեջ։ Եվ Կոմիտաս վարդապետը իրապես շատ հումորով, շատ կենսախինդ, երեխաներին սիրող, երեխաների հետ խաղ բռնող մարդ էր, նույնիսկ վկայություն կա ժամանակակիցների, որ նա կարող էր ճաշկերույթը, եթե ձանձրացնում էր իրեն, թողնել ճաշկերույթը եւ գնալ սկսել երեխաների հետ խաղալ։
Եվ երեխաներն հետո իր հետ շփումից հետո փոխակերպվում էին։ Երեխաներին նա գիտեք ինչ էր անում, ուղղակի կախարդում էր, նրա մասին ուրիշ բանել էին ասում, որ նա տխուր սարկավակ չէ, որ առհասարակ մայր աթոռի շրջակայքում անեկող սարկավակներին միշտ բնորոշ է լրջությունը, պահանջվում էր իրենց ուխտի մեջ լուրջ լինել, իսկ Կոմիտաս այնքան կենսախինդ էր, այնքան ուրախ էր, դրա համար նա երգ ասող, խաղ ասող, գիտեք ինչպիսի մարդ էր նա, կարողանում էր իր առինքնող կերպարով դեպի իրեն գրավել նույնիսկ երեխաներին եւ անգամ կանանց եւ ձայնագրություններ անել նրանցից։ Եթե նա այդ հմայքը չունենար, այդ կենսախինդ կերպարը չլիներ, նրան այդքան չէին վստահի գյուղացիները։ Ստեղից էլ է գալիս այն փաստը, որ Կոմիտասը շատ կենսախինդ մարդ էր եւ առաջին ուսուցիչներից մեկը ճեմարանական, ով կարողանում էր օրինակ Հակոբ Պարոնյանի քաղաքավարության վնասների կոմեդիայի հիման վրա երաժշտություն գրել եւ բեմադրել Մայր աթոռի հոգեվոր ճեմարանում։ Պատկերացնում եք նրա թատերական աշխարհը, կամ օրինակ անդրադառնալ Շեքսպիրի Վենետիկի վաճառականին կատակերգության համար գրել երաժշտություն եւ ստիպել տղաներին։ Եվ ինքն դրվագներ էր լինում, չէ՞, որ խաղում էր, խաղում էր այդ դրվագները, այսինքն նա նաեւ իր բնույթով թատերական մարդ է եղել։ Եւ Կոմիտասին պետք չի վերագրել միայն այդ սքավորի եւ եղեռնազոհի կերպարը։ Պարոն Ղազարյան, նա հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Նա անգերազանցելի է որպես ֆոլկլորի գրանցող, շուրջ 4000 նմուշ, եթե չեմ սխալվում։ Այո։ Ինչպես սկսվեց։ Նա սիրելով ժողովրդական երգը, մի դեպքում գեղչկականը, մյուս դեպքում հոգևորը, նա շրջելով իր իմացած տարածքում կարողանում էր հավաքագրել։ Եվ հավաքագրելը չէր միայն կարևորը, այլ մաքրազատել եւ բերել հասցնել այն աստիճանի, որ հետո դրանք դառնում էին բազմաձայն խմբերքային ստեղծագործություններ, իսկ բազմաձայնությունը նրա գործունեության հիմնական սկզբունքն էր, ինչպես նաև պոլիֆոնիան, եւ դա արտացոլվում է այն ամբողջ նրա թողած ժառանգության, որը կոչվում է ծիսական, աշխատանքային, սիրային, հոգևոր խմբերքերի մեջ։ Ինքը դրանց առաջին կատարողն էր եւ հետաքրքիր է, որ թողած ժառանգության մեջ այդ ստեղծագործություններից մեկ նմուշը բազմաթիվ տեսակներ էին, մի դեպքում ձայնի համար, մի դեպքում երաձայն միասեռ, բազմաձայն, երկսեռ, այսինքն նա հաճախ անդրադառնում էր ժողովրդական երգին իր տեսանկյունից եւ հետաքրքիր է, որ մեզ է ժառանգվել այն կարևոր ակադեմիական հրատարակությունը, որի հիմնական քարը եղել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը եւ մենք հիմա կարողանում ենք այդ բազմաձայնությունը սերմանել մեր երգչախմբերի, մեր գործունեության։ Փառք Աստծո, որ մեր ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև սիրողական երգչախմբերը միշտ կատարում են Կոմիտաս։ Պարոն Թադևոսյան, այս տարի հոբելյանական է եւ լրանում է Կոմիտասի անվան Լարային քառյակի 100-ամյակը եւ ձեր 55-ամյակը այդ քառյակում։ Սկսեցիք որպես երկրորդ ջութակ, հետո առաջին ջութակ եւ հետո արդեն գեղարվեստական ղեկավար։ Զգում եք նրա ներկայությունը, ուղղորդումը։ Առօրյա է ինձ համար դառել դա։ Արդեն նշեցիք տարիների քանակը։ Կենսակերպ է ինչ-որ։ Հասկանում եմ, որ դա բոլորովին ուրիշ մոլորակ է եւ ինձ համար մի քանի անգամ եղել է համոզվելու առիթ, որ Կոմիտասը ոչ միայն մերն է, այլ համամարտկային մեծություն է, որովհետեւ նրան սիրել են իր երաժշտության համար, ես եղել եմ վկան մարաթոն, ուրեմն հարատոնների ժամանակ 5 րոպե, 7 րոպե հոտնկաց ծափարել եմ Կոմիտասին, ոչ թե մեզ։ Եվ գիտեք, դա եղել է Աֆրիկայում, Մոզամբիկում, որ 120 կիլոանոց կինը երեխան կրծքին վերկացավ եւ սկսեց պարել։ Իրենց մոտ ռիտուալ պարերը տևում են 40 րոպե։ Վաղարշապատի պարը տևում էր ընդամենը 4 րոպե։ Եվ դժգոհություն եղավ, որ ինչ այսքան կարճ։ Սառը Ֆինլանդիայում, Շվեդիայում
Դանիայում ես հիշում եմ մենք իր գործերը ուրեմն կատարեցինք որպես սյուիտ, այսինքն ամեն գործից հետո չէինք խոնարհվում, եւ երբ որ եկավ Գարունայի կատարումը, գիտեք, այնտեղ սփյուռքը շատ քիչ է, համարյա չկա, 95% դանիացիներ էին։ Գարունայից հետո sense ոտքի ելավ դալիճը, կարծես հասկացա, որ Գարունա ձյուն արել։ Սա է Կոմիտասի իրականությունը։ Պարոն Շարաֆյան, Կոմիտասը պատարակը բեմ, համաշխարհային բեմ բարձրացրեց։ Այո, Կոմիտասի պատարակը սա կարծեմ իր գլուխգործոցներից է, չնայած ամբողջ իր արվեստը գլուխգործոց է մեզ համարում, որովհետև սա իր արվեստի մեջ, իր երաժշտության մեջ կա հայտնություն, սա նոր ուղղություն է, բացահայտված նոր ուղղություն, ճանաչված, այսինքն ինքը գոյություն ուներ, երաժշտությունը ընդհանրապես գոյություն ուներ, իրեն պետք է լսել եւ հասկանալ։ Սա էր նրա հանճարը, որ նա իսկապես հասկացավ այս կոդը թաքնված հայ երաժշտության մեջ։ Եվ պատարակը իհարկե այս առումով ուղղակի, չգիտեմ, բացահայտում է նոր էջեր եւ էջեր եւ Կոմիտասը ցավոք ինչ-ինչ պայմաններով չհասցրեց անել այն ինչ որ նա դեռ կարող էր անել եւ սրանով ել ավելի հնարավորություն տվեց ապագա սերունդներին ով որ կարող է դա անել, բացահայտել եւ առաջ տանել այս արվեստը, գտնելով տարբեր ճյուղավորումներ, որոնց հնարավորությունը նա տալիս է։ Իսկ արվեստը մեծ արվեստն սա է, որ տալիս է հնարավորություն ամեն ժամանակ նորից ծաղկել, նորից ծաղիկներ տալ, պտուղներ տալ եւ այլն։ Հետո եթե երաժշտությունն ուներ մի բան, որը մի անգամ կատարվեց եւ շատ լավ է պրծանք, ուրեմն չէ, միշտ կատարողը որ պետք է կատարի եւ արտահայտի ինքը իրեն իր ժամանակի մեջ։ Ինչպես Բախի երաժշտությունը, այսօր էլ ենք նվագում, բայց ամեն մեկը իրեն է արտահայտում։ Ինչպես աղոթքը, բոլորը հայրմեր են ասում, ամեն մեկը իր հայրմերն է ասում։ Սա է նույն բառերով, արդեն թե նոր բան է արտահայտվում եւ այս առումով նա բացարձակ հանճարեղ է։ Ես ուզում եմ անպայման նշել նորից վերադառնալ իր հումորին, որովհետև միշտ հանճարեղ մարդիկ շատ հումորով են լինում եւ երեք կինս կարծում էր մի քանի հիշողություններ Անահիտ Ծիծիկյանի, որը հանդիպել է ուրեմն Կոմիտասի աշակերտներից մեկին, Բարսեղ Կանաչյանին։ Այդ սովետական տարիներին, բան այդպես եւ Բարսեղ Կանաչյանը հիշում է, որ իր աշակերտն էր եւ առաջի անգամ որ լսում երգչախումբը գալիս է ասում է. «Վարպետ, այս փաստորեն դուք sense հանճարեղ երաժշտություն եք, այս ո՞նց եք այս բոլորը արել», ասում է. «Այ մողես», այսինքն քերթենքելեի ասում էր այս բառը բոլորին, մողեսի փոխարեն, նոր ես հասկանում։ Եվ մյուս դրվագում Կանաչյանը ինչ որ բան է հայտում, կարծիք ինչ որ բանի մասին, որը դուր է գալիս Կոմիտասին, ինքը շոր է գալիս եւ ասում է. «Կանաչյան, այս լրիվ հասունացել ես, կարմարել ես»։ Եվ Տիկին Սահակյան, որքան կոկիկ էր, որքան մի շատ խնամված, երբեմն նաև, եթե չեմ սխալվում, ծաղրանկարներ էր անում իր նոթատետրում, Կոմիտասը բազմաշերտ էր, եթե իր անձն ենք նայում, բացի այն, որ նա երաժշտագետ էր, ազգագրագետ էր, այդ գիտենք, երբ իր անձն ենք նայում, այո, չափազանց մաքրասեր էր, չափազանց մաքուր եւ կոկիկ էր, ի դեպ ասեմ, որ այդպես էր վերաբերվում նաեւ իր ձեռագրերին։ Այո։ Երբ որ տարբեր են ձեռագրերի, դեպ ասեմ, վայելչագրությամբ էր զբաղվում Կոմիտասը նաև։ Կոմիտասը կարող էր նկարել, Կոմիտասը բանաստեղծություններ էր գրում, եւ այդ վայելչագրության կողքին ունենք նամակներ, որ արագ են գրված։ Դրանք գրեթե անընթեռնելի են։ Կոմիտասը շատ տարբեր է, շատ բազմաշերտ է։ Այո, իր ժամանակակիցները եւ Աբեղյանը եւ Աճարյանը նշում են, որ նա այնքան մաքրասեր էր եւ ճանճի թշնամի։ Եթե ճանճը մտնում էր սենյակ, ինքը մի անգամից այդպիսի կոկիկությամբ նա հանձնում էր հրապարակման իր գործերը։ Այնքան կոկիկ էր գրված, որ հրատարակիչը չէր հասկանում ինչը պիտի այստեղ շտկի։ Գրեթե հրատարակության պես մաքուր էր իր նոտաների մեջ։ Եվ դրա համար նրա ուսուցիչը ասում էր՝ մի մոլեռան դարևելցի է նա, որ պատրաստ է ամեն նոտայի համար արյուն թափել։ Իսկ այդ ամեն նոտայի տակ հայկական ինքնություններ նա թաքցնում։ Եվ պարել է շատ սիրում, ինքը պարի տեսակներ գիտեր եւ պարի վարպետ էր եւ պատահական չի որ պարագետներ բազմաթիվ հոդվածներ են գրում հիմնվելով կոմիտասյան տեսակետների վրա, որովհետեւ Կոմիտասի
պարը իմանալը նույնն է ինչ որ Կոմիտասի հայկական երգը իմանալը իր բազմազանության, ժանրային բազմազանության մեջ, չէ որ Կոմիտասը նույնիսկ խոսելուց հասկանում էր իր աշակերտը որտեղից է ծագումով, բարբառների էր տիրապետում, այսինքն նա աշխարհը տեսնում էր ուրիշ գույների, գծերի եւ երանգների մեջ։ Կոմիտասը ուներ այդ հատկությունը եւ պարում էր չքնախ եւ իմջալոց մի բան էլ ասեմ, հրաշալի պարում էր նաեւ կանացի պարեր։ Այո։ Եվ դա դրսևորվում է նրա դաշնամուրային ժառանգության մեջ, որ դու զգում ես, թե նա ոնց է զգացել այդ հեզաճկուն նազանի պարի ռիթմիկ կոտորակումները։ Կոմիտասը բացառիկ էր իր դրսևորումների մեջ։ Եզերական եւ արտիստիկ։ Պարոն Ղազարյան, բազմաձայնության մասին խոսենք, առանձին։ Դե գիտեք, Բաչեն Շարաֆյանն արդեն ասաց, նրա ստեղծագործությունների իհարկե գլուխգործոցը դա պատարակներ, որը մենք ավանդական մեր եկեղեցին կանայք մուտք չեն գործում եւ չեն երգում երգչախմբում, եւ դրա համար նրա պատարակը մեծ հետաքրություն է առաջացնում ոչ միայն մեզ, մեր հայերի մոտ, այլ նաև դրսում, արտասահմանում։ Մեր երգչախմբերը երբ լինում են դրսում եւ լսում են հատկապես Կոմիտաս պատարակից հատվածներ արական երգչախմբի համար։ Այսինչ տիեզերական երաժշտություն է։ Սա ինչ հոգևոր մեծ ներքին մղում է տալիս դեպի առաստված եւ դեպի տիեզերք։ Մենք մի փոքր առաջ խոսում էինք մանուկների հետ նրա կապը։ Եկեք հիշենք նրա 1001 խաղ բանաստեղծությունների ժողովածուն, որոնք հատուկ գրված են մանուկների համար։ Եվ Մեհեր Աբեղյանը, որը նրա հետ սովորել է Գևորգյան ճեմարանում, երբ որ Կոմիտաս ասում էր Մեհեր, ապա լսիր այս բանաստեղծությունը։ Եվ այնպիսի առոգանությամբ եւ այնպիսի արտիստիկ շտադրումներով էր կարդում Կոմիտասը, որ հիմա դուք այդ փոքրիկ ժողովածուն, որը 101-ի կապակցությամբ է լույս տեսել, ավելի քան 57 տարի առաջ, կարդում ես ու զգում ես, որ այս մարդը մտել է այդ մանուկի կենցաղի, սիրո, զգացողության, ընտանիքի մեջ։ Իսկ եթե կարելի է շեղվելով ձեր հարցադրումից մի բան, ես ինձ հետ բերել եմ Կոմիտաս հոգևոր տաղեր, երգեր, մեներքեր։ Շատ պատահաբար այս ժողովածուի հետ կարևոր մի միջադեպ։ Տարիներ առաջ Հայաստանում էր գտնվում աշխարհարչակ երգչուհի Մոնսերանտ Կաբալյան։ Եկել էր շատ հետաքրքիր առաքելությամբ Երևան, Ստեփանակերտ, Շուշի։ Մինչև Երևանից մեկնելը հանդիպում էր կազմակերպված ընթրիք Կաբալյեի պատվին Փարաջանովի տուն թանգարանում։ Կարծես թե ինչ-որ մեկը ինձ ասեր, որ հետդ վերցրու Կոմիտաս, հետաքրքիր է, այդ երգչուհին տեղյակ է, գիտի կամ կկարողանա անդրադառնալ։ Եվ այստեղ հետաքրքիր զուգադիպությամբ ես եմ, իր դուստրը, ինքը եւ այս ժողովածուն։ Երբ որ թարգմանչի միջոցով ասացինք, նա ասեց, իհարկե ես գիտեմ Կոմիտասին։ Գիտեք ինչ տեղի ունեցավ, հիմա որ ես պատմում եմ, նորից փշակաղում եմ։ Նա այսպես բացեց, առաջինը նոտաներով տեսավ Շողեր ջան։ Առանց խոսքերի սկսեց երգել։ Բացեց Տեր Ողորմյան, հետո Քելեր ցոլերը։ Ու ժողովածուն այսպես սեղմեց կրծքին, ասելով, որ ես մի առաքելություն ունեմ բազմաթիվ երկրներից տարբեր երգիչ երգչուհիներ, բոլորին պարտադրելու եմ, որ երգեն Կոմիտաս անպայման։ Ուզում եմ այս լուսանկարը ցուցադրվի, որովհետև հետաքրքիր փաստ է այդ իմաստով նրա ներկայությունը Հայաստանում, իդեպ նա հազիվ էր ոտքերի խնդրեմ ուներ շարժվում, նա տեղափոխելը, եւ նա գնաց, հասավ մինչև Շուշի եւ այնտեղ երգեց Ave Maria։ Այո։ Մի բան կարող եմ լրացնել։ Ընդհանրապես Կոմիտասը բացի կենսախինդ եւ բազմավոլորտ մարդ լինելուց Կոմիտասը հանճարեր եւ նորարար էր։ Եվ Կոմիտասը առաջինն էր, որ համերգային բեմահարթակում հնչեցրեց հոգևոր երգը։ Կոմիտասից առաջ դա չէին արել։ Դա արեց, որպեսզի աշխարհը ճանաչի, ինչպես ասեց պարոն Թադևոսյանը, այլ առայսօր հուզվի նրա արվեստի ելևէջներով։ Կոմիտասը բայց հակառակը երբեք չարեց, այսինքն գեղչուկ երգի,
եկեղեցուն չհնչեցրեց։ Այս առումով էլ նա ներառած։ Պարոն Թադևոսյան, ես կուզեի խոսենք նաև նրա ազդեցության մասին հայկական երաժշտության վրա հետագայում։ Խաչատրյան, Հովհաննիսյան, Միրզոյան, այդպես կարող եմ երկար շարունակել։ Դուք արդեն նշեցիք անուններ, այո, եւ Միրզոյան, եւ Հարությունյան, եւ Էդգար Հովհաննիսյան, եւ ուրիշ շատերը։ Գիտեք, Կոմիտասի վեհությունը, մեծությունը ըստ իս կայանում է նրանում, որ հավաքելով հայ գեղեցկական երգեր գյուղացիներից, ուրեմն անհայտ վայրերից նա հասցնում էր դա այն մակարդակի, որ այստեղ տիրում էր բացարձակ զուլալություն, մաքրություն, ազնվություն եւ եթե կուզեք ազնվականություն։ Հենց ազնվական։ Գեղեցկական երաժշտության մեջ։ Եվ այս որակներն էին, որ երևի թե մեր երիտասարդ կոմպոզիտորներին ժամանակին վերեցին այն համոզմունքին եւ հանգամանքին, որ հասկացան, որ ոնց որ Կոմիտասն ասում էր գնացեք սովորեք ժողովրդից, իրենք պիտի գնան եւ սովորեն Կոմիտասից։ Գիտեք, ուրիշ մոլորակ է բոլորովին։ Այդ մաքրությունը զարմանում ես էլի, որ ոնց կարելի է այդ ժամանակներում ապրել, այդպիսի վայրումների մեջով անցնել եւ մնալ այդ աշճանի մաքուր միամիտ զուլալ։ Պարոն Շարաֆյան, Կոմիտասը կարծես գտել էր խազերի բանալին ու պիտի անգամ աշխատություն գրեր, բայց չհասցրեց։ Այո, կա, մենք գիտենք ինչի համար, որովհետև աշխատությունը գրված էր, ուղղակի այն բռնագրավվեց։ Այո։ Խազերի բանալին դա շատ հետաքրքիր հարց է, շատ բազմատիսի եւ բազմաշերտ եւ այն բացահայտվելու շատ տեղեր ունեն։ Ես կուզեի ընդհանրապես մի երևույթի մասին խոսել, այ դուք նշեցիք Էդվարդ Վարդացյանը, ինչպես կարելի էր այդ ժամանակ այդպիսի գործ անել, բայց հարցը դառնում է, որ կարծես թե սա Աստծո տրված մի բան էր, որովհետեւ եթե այդ ժամանակ չծնվեր Կոմիտասը, եւ չաներ այդ գործը, այլևս ոչ ոք չէր կարողանա այն անել։ Հարցը դառնում է, որ տեսեք, Կոմիտասը երգում էր հավաքելու էթնոգրաֆիկ իր աշխատանքին գյուղերում երաժշտություն ապրում իր համար երգում էին ինչի էին իր համար որովհետև ինքը գիտեր ուր պետք է գնա որովհետև այդ մարդիկ ուղղակի չէին երգում դա իրանց առօրյայի կյանքն էր այն ժամանակ չկային տրակտորներ նման տեխնիկա եւ այլն ցիվիլիզացիան դեռ չէր այդպես զարգացած այն մարդիկ ձեռքով գործ էին անում հորովել էին երգում որովհետև 40 ես պետք է բերեին որ մեր քարքարաթողը կարողանան վարեն եւ այս արարողության երաժշտությունն էր սա կյանք էր ուղղակի երաժշտություն չէր սա գենետիկ կյանք էր որը քո հարաբերությունները ժողովրդի իր հողի հետ որովհետև մարդ երբ որ նույնիսկ քայլում է ինքը ռիթմիկ երաժշտություն է ստեղծում հարաբերվելով հողի հետ եթե քո հողը քարքարոտ է սարոտ է քո քայլը ուրիշ է եթե Եվրոպայում այսպես հարթավայր է շատ հեշտ է քայլելը եւ մի ասենք ոչխարով կարելի է վարել հողը եւ հորովել չի ստեղծվի այդտեղ այդ իդեպ հետագայում շատերը գնացել են այդ նույն գործը անելու հավաքելու եւ ոչ իման իրանց համար չի եղել եւ ասել են, չգիտեն, գուցե Կոմիտասը հորինել է ինքը։ Այդպես չէ, ուղղակի Կոմիտասը գիտեր երբ են երգում եւ ինչի համար են երգում։ Պարոն Սևակը Կոմիտասի մասին ասել է. Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար։ Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ Կոմիտասից առաջ, բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը եւ դա արձանագրեց Այբուբենով, ճիշտ այդպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ Այբուբենով։ Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր։ Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում։ Կոմիտասը ազգի մտածողությունն է։ Ազգ հասկացողությունը, հայ հասկացողությունը միայն կապում եմ ես որպես երաժիշտ առաջնահերթ Կոմիտասի հետ։ Կոմիտասի մեծությունը միջազգային կարգի է։ Կոմիտասը գնահատողները այո, միջազգային մարդիկ են։ Համբավոր դահլիճներ են։ Կոմիտասը առանձը ոչ մեկը չի արել։ Նա փոքր ծավալի մեջ շատ խոշոր
տպավորություն թող երաժշտություն է սարքել։ Եվ դա նրանով է հայտնի, որ նրան գերազանցող չկա։ Շատ կարևոր նշանակություն ունի Կոմիտասի երաժշտությունը, ընդհանրապես Կոմիտաս երևույթը իմ ստեղծագործական գործունեության մեջ, որովհետև գրեթե բոլոր մենահամերգներիս ընթացքում ներառում եմ Կոմիտասի ստեղծագործություններից, դա կլինի օրիգինալ պարերը, 7 երգը հանրահայտ, թե նաև Կոմիտասյան հանրաճանաչ մշակումները։ Կոմիտաս երևույթը այն շարժիչ ուժն է ինձ համար, որը ուղեկցում է դեպի բեմ, դեպի եկող կոմպոզիտորների նոր աշխարհ, որոնց ակունքները իհարկե տանում են դեպի Կոմիտաս եւ Կոմիտասի միջոցով հայ ավանդական ժողովրդական երաժշտություն, հայ երաժշտություն ընդհանրապես։ Ասում են, որ Կոմիտասը հայկական ժողովրդական երգը մաքրազարդեց, չգիտեմ ինչ արեց, բերեց իր իրական ձևին, այո արեց, իհարկե արեց, բայց դրանով ամենակարևորը բանը չմոռանանք, ինչ է ստեղծել ի վերջո։ Կոմիտասը հենց ազգային կոմպոզիտորական դպրոցի ստեղծողն է։ Ինքը ստեղծել է մի դպրոց կոմպոզիտորական, որը բացարձակորեն ոչ մի ձևով չի կարելի հանկարծ դնել որևէ համեմատության մեջ, այնքան առավելություններ ունի, որ այդ նույն ստեղծողները, որոնք որ ֆրանսիացիք են, գերմանացիք են, մեծամեծ կոմպոզիտորներ են, այո, իրանք լսել են Կոմիտասի ստեղծած երաժշտությունը եւ հիացել են եւ մինչեւ այսօր մենք որ Կոմիտասը ներկայացնենք ամբողջ աշխարհով, մեծագույն հիացմունքի աղբյուր է բոլոր ժողովուրդների համար։ Կոմիտաս նվագելիս անմիջապես հասկանում ես, թե որտեղից է գալիս Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որտեղից է գալիս Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, Էդվարդ Միրզոյանի երաժշտությունը, նաև Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ մերօրյա նաև կոմպոզիտորների երաժշտությունը, հայ կոմպոզիտորական արվեստը ընդհանրապես, դա շատ հետաքրքիր է հետազոտել, ուսումնասիրել ինտոնացիաները, որոնք գնում են դեպի Կոմիտաս։ Եվ ինքս որպես կոմպոզիտոր հաճախ բնական ձևով ստեղծելով ինչ որ մի երաժշտական պարբերություն կամ երաժշտական նախադասություն, հետահայաց հասկանում ես, որ Կոմիտասն է սրա ակունքում, սրա հիմքում եւ չես կարող խուսափել դրանից։ Իմ ծնողները, մեկը հայրս, որը լավ ճուտակ էր նվագում, մայրսը դաշնամուրով հետևում էր իրեն, Կոմիտասին պաշտում էին։ Մեր գուրքն էր Կոմիտասը։ Կոմիտասը հորս պատմելով, ես այդ ժամանակ աշխարհում չկայի։ Մեր ընտանիքի հյուրն է եղել, մի 14 գիշեր։ Պատմում էր, որ ոնց էր քնում առանց պարծի, տախտի վրա, չոր տախտի վրա, բադվանը միշտ բաց, պեդորամիստ էր, հատումես ինքն առոշ մարդ էր։ Շատ էինք խնդրում, որ ասում է ինքը երկի միշտ մերժում էր մեզ, վերջի գիշեր չկարողացավ մերժել։ Ասեց գիդրոն բերեք, վերջին ամ լիմոնը գիսեց ասում է, մզեց բաժակի մեջ խմեց ու սկսեց երգելը։ Ես որպես դիրիժոր բազում անգամներ, ոչ թե բազում անգամներ, ամեն անգամ կյանքում, եթե գնում եմ դուրս հյուրախաղերի, Հայաստանից դուրս, ապա 90%-ը դա Կոմիտաս է հնչում։ Կոմիտասը հնչում է ոչ միայն իր ժողովրդական երգերի մշակումների մեջ, Կոմիտասը հնչում է նորովի որպես վոկալ երաժշտություն, նորովի որպես պոլիֆոնիկ երաժշտություն, նորովի որպես ակադեմիական, բարձրարժեք, կոմպոզիտորական դպրոց երաժշտություն։ Կոմիտասը ստեղծել է մի բան, որը ամբողջ ազգերը զարմանում են մինչև այսօր, որ այս 250 ազգի մեջ մեկը չկար սզբանց հորիներ, մեկը կա, դու մի ասա, հայ է ու Կոմիտասն է։ Մեր Կոմիտասն է։ Այն ինչ որ ստեղծվեց Կոմիտասի կողմից, այդ պոլիֆոնիան, որը մերն է, մեր հայկական պոլիֆոնիան է, ինքը ոչինչով չի զիջում Բախի պոլիֆոնիային, ոչինչով։ Իր ձևի մեջ ոչինչով չի զիջում որևէ ազգի, որևէ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչներին, այլ հակառակը ինչ որտեղ նույնիսկ սովորեցնում է ուրիշ ազգերին, որ կարող է լինել այսպես, եթե դուք էլ ունենաք այսպիսի Կոմիտաս։ Ուրախ եմ, որ մենք ունենք։
Կոմիտասի մենք հայոց այնքան չենք կարող գնահատել, ինչքան օտարները, ինչքան եվրոպացին եւ ուրիշ ազգեր։ Ես հիշում եմ, որ շատ էինք գնում Լենինգրադ, Պետերբուրգ։ Առաջի ամեկը, որ մրանուց նվագախումբի էր, վերջում, այսօր եմ նոր կեսը նստացիր, մի հատ կոմիտաս կատարեցինք։ Այդ կոմիտասը, այդ երաժիշտների մոտ եւ հատկապես ունգրի մոտ բացառիկ հաջողություն ունեցավ, հետաքրքրություն։ Что за музыка? Չգիտեին կոմիտասը ով էր։ Կոմիտասը ուներ իր ինքնուրույն ընդունելությունը եվրոպացիների մոտ հատկապես։ Կոմիտասը մեր հպարտությունն է եւ նա իհարկե միշտ կա եւ միշտ կլինի մեզ հետ։ Ես որպես հայ երաժիշտ մեծ հպարտություն եմ ապրում, երբ բեմ եմ դուրս գալիս կոմիտասի ստեղծագործություններով, ներկայացնելով թե հայ ունկնդրին, թե օտար ազգի ունկնդրին եւ տեսնելու թե ինչպես է օտար հատկապես ունկնդիրը հետեւողական հայ երաժշտությանը, թե ինչպես կոմիտասից հետո ինչպես է կառուցվում ընդհանրապես հայ երաժշտությունը, որովհետև անմիջապես կոմիտասից հետո ես սիրում եմ կատարել մեր մյուս հայ կոմպոզիտորներին եւ ցույց տալ կապը, մեկ ամբողջականությունը հայ երաժշտության, թե որտեղ են դրա ակունքները, ավանդույթները, այնպես որ կոմիտաս երևույթ ունենալը մեծ հպարտություն է։ Հանճարեղ բառը քիչ է։ Տիեզերական անհատականության վրա սովորում են այսօր մեր ժողովուրդը, այսինքն մենք ունենք մեկ մարդ, որը մեր համար հավասար է տիեզերքին։ Եթե դրանից ավել որևէ բան կա, իմ համար չկա, կոմիտասն է։ Այսպիսի կոմպոզիտոր, այսպիսի մարդ, այսպիսի անհատականություն, այսպիսի ազգային դեմք, ոնց որ մենք ունեցել ենք կոմիտասի միջոցով, ես համարում եմ, որ աշխարհի ամենամեծ բարդավորությունն է։ Կոմիտասին ամբողջությամբ մեկ հաղորդման ընթացքում բացահայտելը իհարկե հնարավոր չէ, բայց եւ այնպես, եթե հնարավորություն ունենայիք նրան հիմա ինչ-որ մի բան ասել, ինչ կասեիք, պարոն Շարաֆյան։ Այնքան բան ունեմ ասելու իրեն, մի հատ բառով չեմ կարողանա ասել։ Լավ, մի նախադասություն։ Ուր ես կոմիտաս։ Այո։ Ես երևի այդ շնորհակալությունը կասեի այն իմաստով, որ սովորեցրեց բեմում առանց միջնորդի շփվել բարձրալի հետ։ Եվ ներողություն դրա վառ ապացույցը հենց կոմիտասի ազգային լարային քարյակի գործունեությունն է, որ նա իր յուրաքանչյուր համերգ տարինի հայրենիքում, ամենահեռավոր մի գավառում, թե արտասահմանում անպայմանորեն հնչեցնում է կոմիտաս, որը շատ կարևոր է մեր ազգի համար ներկայացնել մեր ազգայինը համաշխարհային բեմերում։ Դա երևի ամենաբարդ հարցն էր Մարսել Պրուստի հարցաշարից ավելի բարդ, բայց ասեմ վստահաբար Կոմիտասի թանգարան ինստիտուտը, որ նորանկախ Հայաստանում բացված առաջին թանգարանն է, դա խորհրդային շրջանում չի բացվել, դա առաջին միակ թանգարանն է բացված նորանկախ Հայաստանում։ Ու ամեն անգամ, երբ որ ես ներս եմ մտնում, ես ասում եմ Կոմիտաս, սա քո տունն է, այն տունը, որ դու երբեք չունեցար եւ երազում էիր ունենալ, ու վերադարձնենք քեզ ամեն անգամ քո տուն ու պահենք քեզ քո օջախում։ Կոմիտասի մեր անլռելի զանգակատան մասին կարելի է անverջ խոսել։ Միևնույն ժամանակ նրա կատարած հսկայական աշխատանքի եւ բացառիկ կենսագրության առջև բառերը անզոր են թվում։ Նա իր գործունեությամբ եւ իր ապրած ամեն մի օրով այս մոլորակի վրա մեզ թողել է մի պատգամ, որ ամեն անգամ արտաբերելիս պիտի հիշենք նրա ժպիտը։ Այո, ժպիտը։ Եվ հնչում է այն այսպես. սիրեցեք, շատ սիրեցեք զիրար, որպեսզի ապրիք։ Շնորհակալ եմ, կհանդիպենք առաջինը։